Առաջին ուղիղ եթերում օրվա իրադարձությունները լուսաբանելու գլխավոր ժամն է, ես Արտյոմ Կարապետյանն եմ, բարի երեկո։ Ընդգծվել է փորձի փոխանակման կարևորությունը ներքին գործերի նախարարության բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու նպատակով վարչապետ Փաշինյանն ընդունել է Լիտվայի ներքին գործերի նախարարին։ Վնասվել է գյուղի մշակույթի տունը, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակել են Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով, համառոտ նաեւ թողարկման առաջին հատվածի մյուս թեմաների մասին։ Չեմ կարող պնդել, որ հենց հիմա է ճիշտ ժամանակը, հնարավոր է նման կատարյալ պահ երբեք էլ չլինի։ Եթե անկեղծ գնահատենք, որտեղ ենք հիմա, ապա կարող ենք ասել, որ երբեք չենք եղել այսքան մոտ խաղաղությանը եւ կայունությանը։ Թուրքական լրատվամիջոցի հարցազրույցում Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու եւ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությանը։ Ավելի քան 13 միլիարդ դրամ եւ տասնյակ անշարժ գույքեր 3 հայցով։ Դատախազությունը պահանջում է բռնագանձել ՀՀԿ-ական նախկին պատգամավորներ Արկադի Համբարձումյանի եւ Արայիկ Գրիգորյանի ու ատոմակայանի կոմերցիոն նախկին տնօրեն Ռուբիկ Մովսեսյանի ապօրինի ծագման գույքը։ Որպես լուծում առաջարկվում է ընդլայնել Եվրամիության առաքելությունը, Փարիզը մտահոգ է հայ-ադրբեջանական սահմանին լարվածությամբ։ Կսահմանվեն բանակի սերժանտի, կորպուսի սերժանտի եւ շտաբի սերժանտի պաշտոնների վարձատրության գործակիցները, առաջարկվում է արևմտյան պետությունների բանակների օրինակով ապահովել սերժանտական համակարգի հրամանատարական ուղղահայացը։ Հանձնարարականները գլխավոր շտաբի սերժանտի միջոցով իջնելու են այդպես ներքև եւ հասնելու են մինչեւ ջոկի սերժանտ։ Հնարավորություն կտրվի միավորել տարբեր դատավորների մոտ քննվող գործերը, ապօրինի գույքի բռնագանձման գործերի դատավարություններն առավել արագ եւ արդյունավետ կդառնան։ Կրիպտոակտիվներով ծառայություն մատուցելու համար կպահանջվի կենտրոնական բանկի լիցենզիա։ Մեր երկրում առաջին անգամ կրիպտո ոլորտը կանոնակարգող օրենքի նախագիծ է մշակվել։ Եվ առաջին թեմաները վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լիտվայի ներքին գործերի նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչի հետ հանդիպանը կարևորել է Հայաստանի եւ Լիտվայի ներքին գործերի նախարարությունների միջև սերտ գործակցությունն ու հետեւողական աշխատանքը բոլոր ուղղություններով։ Կոնդրատովիչն անդրադարձել է հայաստանյան գործընկերների հետ քննարկումների արդյունքներին եւ համատեղ ծրագրերին, ընդգծվել է փորձի փոխանակման կարևորությունը, ներքին գործերի նախարարության բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու համար։ Քննարկվել է նաեւ Եվրամիության համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում գործակցությունը։ Լիտվայի պաշտոնակցի հետ հանդիպել է նաև ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, նա կարևորել է Եվրամիության ֆինանսավորմամբ եւ Լիտվայի ու Լատվիայի միջոցով կյանքի կոչված աջակցություն Հայաստանում իրավապահ համակարգի եւ անվտանգության բարեփոխումներին ծրագիրը, որի ֆինանսական ներդրումները գերազանցում են 2 միլիոն եվրոն։ Արփինե Սարգսյանն անդրադարձել է ծրագրով իրականացված աշխատանքներին եւ գրանցված արդյունքներին։ Քննարկվել են նաեւ վիզաների ազատականացման, սահմանային կառավարման, ոստիկանության, փրկարար ծառայության ոլորտներին առնչվող հարցեր։ Ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը եւ Լիտվայի ոստիկանության գլխավոր հանձնակատարը ստորագրել են երկու երկրի իրավապահ կառույցների գործակցության ամրապնդման 2025-ից 26 թվականների գործողությունների ծրագիրը։ 3 ժամը 22:20-ի սահմանում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակել են Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը։ Մեր պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը եւ հրապարակային պարզաբանումներ ներկայացնել։ Նաեւ հիշեցնում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու վարչապետի աշխատակազմի առաջարկի մասին, ինչին Ադրբեջանը չի արձագանքում։ Երբեք այսքան մոտ չենք եղել խաղաղությանը, հայտարարել է մեր երկրի գլխավոր դիվանագետը թուրքական լրատվամիջոցի հարցազրույցում։ Արարատ Միրզոյանը նշել է, սակայն, որ հայկական կողմի կառուցողական առաջարկները հաճախ չեն արժանանում Բաքվի համարժեք արձագանքին։ Մեր արտգործնախարարն անընդունելի է համարել Ադրբեջանի խոսույթում միջանցքային տրամաբանությունը, շեշտել պետությունների ինքնիշխանության հարգմամբ հաղորդակցուղիների բացմանը մենք կողմ ենք։ Աննախադեպ պատմական իրադարձություն Հայաստանի արտգործնախարարի արձագանքն է խաղաղության պայմանագրի համաձայնեցված լինելուն։
Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնեցրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծի տեքստը։ Տեքստ, որով Հայաստանը եւ Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն այն սահմաններում, որոնք գոյություն ունեին որպես խորհրդային սոցիալիստական հանրապետություններ խորհրդային միության փլուզման պահին։ Կողմերը համաձայնել են չմիջամտել միմյանց ներքին գործերին, ինչպես նաեւ համաձայնության են եկել մի շարք այլ կարևոր դրույթների շուրջ։ Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում է Արարատ Միրզոյանը հարցազրույց տվել թուրքական NTV հեռուստաընկերությանը, առանցքում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերություններն են։ Համաձայնեցված տեքստի ստորագրումը կարող է տեղի ունենալ եւ երկու երկրի սահմանին եւ երկուսի համար ընդունելի որևէ երրորդ երկրում։ Սակայն տեքստի շուրջ համաձայնության գալու փաստի հրապարակումից անմիջապես հետո ադրբեջանական կողմը հանդես եկավ մի շարք նախապայմաններով, որոնք վերաբերում էին մասնավորապես Մինսկի խմբին եւ սահմանադրությանը։ Չի բացառվում, որ այլ մտքեր եւս կարող են լինել, շարունակում է Միրզոյանը շեշտադրմամբ, հայկական կողմը կառուցողական է։ Կարող ենք սկսել գործընթացը դնելով մեկ աղյուս, ապա եւս մեկը, եւ մի որոշ ժամանակ անց կարող ենք տեսնել, որ միասին կառուցել ենք օրինակ մի ամուր կամուրջ, կամ կարող ենք նստել եւ սպասել եւս մի քանի 100 տարի փորձելով հասկանալ, արդյոք նախկին մոտեցումներն այլևս կիրառելի չեն, արդյոք հակամարտությունն իսկապես ավարտված է, թե դեռևս առկա են խոչընդոտներ։ Սակայն մեր դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտ է կենտրոնանալ հարցի կառուցողական կողմի վրա, կենտրոնանալ հնարավորությունների, ապագայի վրա, այլ ոչ թե շարունակ խորանալ անցյալում եւ տեսնել միայն խոչընդոտներ։ Միրզոյանը ներկայացնում է Ադրբեջանի բարձրացրած հարցերի վերաբերյալ հայկական կողմի պատկերացումները Մինսկի խմբի մասին։ Ըստ հայկական կողմի, եթե ընդունում ենք, որ հակամարտությունն ավարտված է եւ այդ փաստը հաստատված է խաղաղության պայմանագրով, ապա այդ դեպքում ոչ Մինսկի խումբը, ոչ էլ նրա ենթակա կառույցներն այլևս նպատակահարմարություն չեն ունենա։ Մենք առաջարկել ենք ստորագրել երկու փաստաթուղթ միևնույն օրը՝ խաղաղության պայմանագիրը, ինչպես նաև ԵԱՀԿ-ին կամ նրա անդամ պետություններին ուղղված համատեղ դիմումը, որով կսկսվի Մինսկի խմբի լուծարման գործընթացը։ Ինչ վերաբերում է Եվրոպական միության քաղաքացիական առաքելությանը, նպատակը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կայունության եւ խաղաղության ամրապնդումն է, եւ եթե ստորագրվի խաղաղության համաձայնագիր, եթե շարունակվի սահմանազատման գործընթացը ու այդ ամենի արդյունքում լինի կայունություն, երկու երկրի սահմանամերձ շրջաններում բնակվող մարդիկ իրենց զգան անվտանգ, ապա մշտադիտարկման առաքելության անհրաժեշտություն նույնպես չի լինի։ Այսպիսով մեր ադրբեջանցի գործընկերների նշած խնդիրների լուծման ամենակարճ եւ արդյունավետ ուղին խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է։ Ադրբեջանի առաջ քաշած մյուս նախապայմանը Հայաստանի սահմանադրությունն է։ Մեր սահմանադրության մեջ որևէ հավակնություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ գոյություն չունի, շեշտում է Միրզոյանը։ Սա հեշտությամբ կարող են ապացուցել իրավաբանները, քանի որ բոլոր փաստաթղթերը բաց եւ հասանելի են։ Մենք էլ լուրջ մտահոգություններ ունենք, որ հենց Ադրբեջանի սահմանադրության մեջ առկա են տարածքային պահանջներ։ Նրանք հղում են կատարում իրենց անկախության հռչակագրին, որում նշում են, որ այս Ադրբեջանի հանրապետությունն առաջին հանրապետության իրավահաջորդն է, որը գոյություն է ունեցել մինչև Խորհրդային միությունը։ Այսպիսով Ադրբեջանի առաջին հանրապետությունն իր ինքնիշխանությունը հայտարարել է շատ ավելի լայն տարածքների նկատմամբ, քան ժամանակակից Ադրբեջանի միջազգայինորեն ճանաչված սահմաններն են։ Այդ տարածքների ավելի քան 60%-ը կազմում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան եւ միջազգայինորեն ճանաչված տարածքը։ Սա բնականաբար խնդիր է։ Եթե մենք խորանանք սահմանադրության մեջ, ապա սա անշուշտ խնդիր է։ Բայց Հայաստանը դա որպես խնդիր չի դիտարկում, քանի որ առաջարկվող խաղաղության պայմանագրում այդ խնդրի լուծման մեխանիզմը ներառված է։ Նախ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ըստ այն սահմանների, որոնք ես արդեն նշել եմ, եւ սա այն ձևակերպումն է, որն ընդունելի է երկու կողմի համար, քանի որ հակառակ դեպքում պարզապես հնարավոր չէր լինի համաձայնության գալ տեքստի շուրջ։ Այսպիսով վավերացման գործընթացի ընթացքում ստորագրելուց հետո այս փաստաթուղթը պետք է ստանա մեր սահմանադրական դատարանի դրական եզրակացությունը։ Հաղորդուղիների բացման մասին Հայաստանը սկզբունքորեն որևէ խնդիր չի տեսնում տրանսպորտային հաղորդակցության, երթուղիների կամ ենթակառուցվածքների բացման հարցում, Միրզոյանի արձագանքն է, մանրամասնում է։ Մեր մտահոգությունն այն է, որ ադրբեջանական կողմի մոտեցման մեջ որոշ նշաններ կան, որոնք կարող են ընկալվել որպես արտատարածքային վերահսկողության բաղադրիչներ։ Այդպիսի միջանցքի տրամաբանությունը, որը ենթադրում է որոշակի սուվերենության սահմանափակումներ, մեզ համար անընդունելի է։ Միրզոյանը ներկայացնում է, թե ինչ է հայկական կողմը առաջարկել Ադրբեջանին, որպեսզի երկու կողմերը կարողանան լիարժեք օգտագործել միմյանց երկաթուղային ցանցերը։
Այն հատվածում, որը կապում է Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի Հանրապետության հետ, հնարավորինս կարճ երթուղով։ Մենք առաջարկել ենք կիրառել ժամանակակից մեխանիզմներ։ Օրինակ, առաջարկել ենք կիրառել էլեկտրոնային սկանավորման համակարգեր ֆիզիկական ստուգումները նվազագույնի հասցնելու նպատակով։ Առաջարկել ենք ներմուծել էլեկտրոնային հայտարարագրում, ինչը կթույլատրի արագացնել բեռների հոսքը։ Առաջարկել ենք կիրառել ապահովագրության եւ վերաապահովագրության մեխանիզմներ անցման անվտանգությունը երաշխավորելու նպատակով։ Մեր ըմբռնումն այն էր, որ ադրբեջանական կողմի նախնական արձագանքը դրական էր, սակայն այժմ մենք նկատում ենք որոշակի անորոշություն։ Ինչու՞, դժվար է ասել, որովհետև մեր կարծիքով այս առաջարկի մերժման համար չկա հստակ ռացիոնալ բացատրություն։ Մենք պատրաստ ենք անհապաղ գործարկել այս նախաձեռնությունը, սկսելով առաջին փուլում բեռների երկաթուղային փոխադրումով։ Եթե այս փուլը հաջողությամբ իրականացվի, ապա կարելի է անցնել ուղևորափոխադրմանը եւ հաղորդակցության այլ ձևերին։ Հայ-թուրքական հարաբերություններում գործընթացը թեև դանդաղ, բայց շարժվում է առաջ։ Հայկական կողմը գնահատել է Մարգարա անցակետի ենթակառուցվածքների ներկայիս վիճակը եւ արդեն իսկ ավարտին է հասցրել իր հատվածի վերակառուցումը, մանրամասնում է Միրզոյանը։ Միևնույն ժամանակ պետք է արձանագրենք, որ գործընթացի վերջնական նպատակները հարաբերությունների լիարժեք կարգավորումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ սահմանի բացումը այս փուլում դեռ չեն իրագործվել։ Եվ սա անշուշտ որոշակիորեն կապված է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հետ։ Մեր համոզմունքն է, որ եթե հաջողություն գրանցվի հայ-թուրքական ուղղությամբ եւ իրականացվի սահմանի բացումը, դա կարող է դրական ազդակ դառնալ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի համար։ Աշխարհն այսօր բախվում է լուրջ անորոշությունների եւ ցնցումների, իսկ մեր տարածաշրջանում մենք նպաստում ենք այդ գլոբալ անկայունությանը, թե ձգտում ենք դառնալ կայունության կղզի։ Սա իսկապես մեր իսկ որոշելիքն է։ Հայաստանի թիվ 1 դիվանագետի արձագանքն է աշխարհաքաղաքական վայրիվերումներին շեշտադրմամբ մենք կարող ենք ընտրություն կատարել եւ այսօր կա եզակի հնարավորություն համարձակ ու խելամիտ որոշումների վրա ապագան կառուցելու։ Չեմ կարող պնդել, որ հենց հիմա է ճիշտ ժամանակը։ Հնարավոր է նման կատարյալ պահ երբեք էլ չլինի, բայց վստահությամբ կարող եմ ասել եւ կարծում եմ, որ իմ թուրք եւ ադրբեջանցի գործընկերները եւս կփաստեն դա, երբեք այսքան մոտ չենք եղել միմյանց։ Միգուցե ժամանակը հարմար չէ, միգուցե երբեք էլ չի լինի, բայց եթե անկեղծ գնահատենք որտեղ ենք հիմա, ապա կարող ենք ասել, որ երբեք չենք եղել այսքան մոտ խաղաղությանը եւ կայունությանը։ Իրնամ Կրչյան, լուրեր։ Դատարանի վճռով հօգուտ Հայաստանի բռնագանձվել է Երևանի Աճարյան 39 կոտորակ 6 հասցեում գտնվող 1.6 հեկտար հողամասը, որպես ապօրինի ձեռքբերված գույք։ Հատիկ առ հատիկ գրառմամբ վարչապետը տեղեկացրել է, որ կառավարության որոշմամբ գույքը ներկայացվել է դասականաճյուղի։ Մեկնարկային արժեքը 2 միլիարդ 229 միլիոն 400 հազար դրամ է եւ ենթակա չէ նվազեցման։ Ձերժավա ընկերություն Bentley Երևան, Ավշարի գինու գործարան, Երևանի պետհամալսարանի նախկին հյուրատուն, սա դատախազության ներկայացրած բռնագանձման պահանջի ոչ ամբողջական ցանկն է ՀՀԿ-ական նախկին падգամավորներ Արկադի Համբարձումյանից, Արայիկ Գրիգորյանից, նաև ատոմակայանի կոմերցիոն նախկին տնօրեն Ռուբիկ Մովսեսյանից։ Ընդհանուր առմամբ ավելի քան 13 միլիարդ դրամի եւ տասնյակ անշարժ գույքերի պահանջ է ներկայացվել 3 հայցով։ Արայիկ Գրիգորյանի փաստաբանն առարկել է հայցի դեմ, նշել դատախազությունն իր վստահորդի մի շարք եկամուտներ հաշվի չի առել։ Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին падգամավոր գործարար Արկադի Համբարձումյանի Նոյ թաղամասի այս առանձնատունը դատախազությունը պահանջում է բռնագանձել հօգուտ պետության։ Բացի այս առանձնատնից դատախազությունը գործարարից պահանջում է 7 անշարժ գույք Երևանում 5 տրանսպորտային միջոց։ 8 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց շարքում են ընդգրկված Slav Group ընկերության մասնակցությունը, Ձերժավա ընկերությունում մասնակցությունը, ինչպես նաև Bentley Երևան ընկերությունում մասնակցությունը։ Դատախազության պահանջում ներառված է նաև Մատենադարանի հարևանությամբ գտնվող ԵՊՀ նախկին հյուրատունը։ 5 հարկանի այս շենքը տարիներ առաջ վաճառվել էր Համբարձումյաններին պատկանող SR Hotel ընկերությանը։ Դատախազությունը գործարարից պահանջում է նաև հօգուտ պետության բռնագանձել շուրջ 5.5 միլիարդ դրամ, որում ներառված է նաև նախկին падգամավոր Արայիկ Գրիգորյանին պատկանող Ավշարի գինու գործարանին տրված շուրջ 140 միլիոն դրամի փոխառության պահանջի իրավունքը, ինչպես նաև Ձերժավա ընկերությանը տրամադրված շուրջ 359 միլիոն դրամի տրված փոխառության պահանջի իրավունքը, Slav Group ընկերությանը տրված շուրջ 44 միլիոն դրամի պահանջի իրավունքը։
Դատախազությունը Համբարձումյանին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրությունը սկսել է 2022 թվականից, հետ գնացել մինչև 1995-ը։ Առաջին ենթադրյալ ապօրինի գույքը Դերժավա ընկերությունը հենց այդ թվականին է ստեղծվել։ Ըստ դատախազ Աննա Հարությունյանի ուսումնասիրվող ժամանակահատվածում գործարարի օրինական եկամուտը 2 միլիարդ 906 միլիոն դրամ է եղել։ Ծախսերն ու գույքային ձեռքբերումները 9 միլիարդ 378 միլիոն դրամ։ Համբարձումյանին եւ նրան փոխկապակցված անձանց պատկանող գույքի վրա կալանք է դրված, դրանց թվում եւ առանձնատուն եւ Դերժավա ընկերությունը։ Համբարձումյանի փաստաբան Էդգար Անդրեասյանը լուրերի զրույցում նշեց, հայցադիմումը ստանալուց հետո նոր դիրքորոշում կներկայացնեն։ Հայցը դատանում է եւ վարույթ է ընդունվել։ Բացի այս քաղաքացիական գործից գործարար Համբարձումյանն անցնում է նաեւ քրեական գործով մեղադրվում հարկման համար հիմք հանդիսացած փաստաթղթերում կեղծ տեղեկություններ ներկայացնելու, դրանք օգտագործելու, ինչպես նաեւ հայտարարագրման ենթակա խոշոր չափի գույքը չհայտարարագրելու համար։ Դատախազության թիրախում է նաեւ ՀՀԿ-ական նախկին падգամավոր Արայիկ Գրիգորյանի ունեցվածքը։ Արայիկ Թեմուրի Գրիգորյանից եւ իրեն փոխկապակցված անձանցից պահանջվում է Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Երևան քաղաքում 5 անշարժ գույք, որոնցից երկուսը հին Երևանցու փողոցում, մեկը Չարենցի փողոցում, երկուսը Լենինգրադյան փողոցում, 6 գույք Ավշար գյուղում, 2 գույք Ծաղկաձորում, 1 գույք Սուրենավանում եւ 1 գույք Արարատում։ Պահանջվում է նաև Հօգուտ պետության բռնագանձել Ավշարի գինու գործարանը, Դիլիջանում կառուցապատման իրավունքն ու 1 տրանսպորտային միջոց։ Իրավաբանական անձի մասնակցությունը բռնագանձվելու արդյունքում բռնագանձվելու է նաև իրավաբանական անձի բալանսում առկա գույքը, թե անշարժ, թե շարժական։ Իրավասու մարմինը ՀՀԿ-ական նախկին падգամավորից պահանջում է նաև 6 միլիարդ 76 միլիոն դրամ։ Ավշարի գինու գործարանի ու Գրիգորյանի այլ գույքերի վրա կալանք է դրված։ Հայցի դեմ սակայն պատասխանողներն առարկում են։ Դատախազությունը Արայիկ Գրիգորյանի մի շարք եկամուտներ հաշվի չի առել։ Արայիկ Գրիգորյանը հանդիսացել է Թարխուն կոոպերատիվի հիմնադիր, սակայն կոոպերատիվից ստացված եկամուտները հաշվի չեն առնվել ընդհանրապես։ Ավելին, նաև Արայիկ Գրիգորյանը ունեցել է գյուղատնտեսության գործունեությունից ստացված եկամուտներ, որոնք նույնպես հաշվի չեն առնվել։ Բացի այդ, Արայիկ Գրիգորյանը կինո արտադրամասով զբաղվող ձեռնարկատեր է, իսկ ամբողջ գումարը գոյացել է հենց ձեռնարկատիրական գործունեությունից, ուստի ապօրինի եկամուտների մասով որևէ խոսք չի կարող լինել։ Փաստաբանն ասաց, մի շարք ապացույցներ ներկայացրել են, որոշներն էլ կներկայացնեն դատաքննության փուլում։ Նշված ապացույցները հաշվի են առնվելու դատանի կողմից եւ արդյունքում ներկայացված հայցը փլուզվելու է։ Դատախազի խոսքով էլ պատասխանողների դիրքորոշումը չի դրվել վերահաշվարկի հիմքում, քանի որ կամ արժանահավատ չի եղել, կամ էլ բավարար ապացույցներ չեն ներկայացվել։ Երկրորդ դիրքորոշումը ներկայացվել է ավելի ուշ, այն ուսումնասիրման փուլում է։ Մյուս հայցադիմումն էլ առնչվում է Ատոմակայանի կոմերցիոն նախկին տնօրեն Ռուբիկ Մովսեսյանին առնչվող գույքերին։ Ռուբիկ Մովսեսյանից եւ նրա հետ փոխկապակցված անձանցից Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձելու պահանջ է ներկայացվել թվով 17 անշարժ գույքեր, որոնցից 13-ը գտնվում են քաղաք Երևանում, կենտրոն վարչական շրջանում մասնավորապես։ Միայն Հյուսիսային պողոտայում Մովսեսյանը 8 անշարժ գույք ունի։ Իրավասու մարմինը Ատոմակայանի նախկին կոմերցիոն տնօրենից պահանջում է նաև 1 տրանսպորտային միջոց, 5 իրավաբանական անձում մասնակցություն, ինչպես նաև շուրջ 325 միլիոն դրամի փոխառության պահանջի իրավունքը։ Պահանջվում են նաև 1.5 միլիարդ դրամ։ Ընդհանուր առմամբ վարչության ձևավորումից ի վեր դատարան է ներկայացվել 147 հայցադիմում, որոնցով պահանջվում է Հօգուտ պետության բռնագանձել 1496 անշարժ գույք, 288 ավտոմեքենա, 391 իրավաբանական անձում մասնակցություն։ Հայցագինը գերազանցում է 608 միլիարդ 505 միլիոն դրամը։ Տաթև Խաչատրյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։ Բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ եւ վաճառքով զբաղվող երկու ընկերության 50 եւ 100% բաժնետերը տնօրենի հետ նախնական համաձայնությամբ 2020-24 թվականների ընթացքում առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու համար թաքցրել է այդ ընկերությունների իրական եկամուտները։ Քննչական կոմիտեն պարզել է, որ այդ նպատակով Երևանի Պարույր Սևակ եւ Վրացական փողոցներում կառուցվող շենքերից անշարժ գույքի գնման իրավունքի պայմանագրերում նշվել է իրական արժեքից ցածր գին։ Դատախազը մեղադրանք է ներկայացրել նրանց։ Ընկերությունների սեփականատերն ընդունել է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու փաստը եւ վերականգնել պետության հասցված վնասից 1 միլիոն 662 հազար դոլարին համարժեք 650 միլիոն դրամը։
Կիևը եւ Վաշինգտոնը որոշակի համաձայնության են հասել ուկրաինական ռեսուրսների օգտագործման համաձայնագրի շուրջ, սակայն գործարքն ավարտելու համար անհրաժեշտ կլինեն լրացուցիչ փուլեր, հայտարարել է Ուկրաինայի եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան։ Օրվա գլխավոր միջազգային իրադարձություններին հետևում է Մերի Ներսիսյանը։ Լյուքսեմբուրգում Եվրամիության արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի կապակցությամբ։ Շատ մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճով, հուսով եմ, որ տեղակայված եվրոպական առաքելությունը կընդլայնվի այս լարվածությունը վերահսկելու եւ զսպելու հնարավորություն ունենալու համար։ Այժմ անհրաժեշտ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը եւ ազատ արձակել կամայականորեն ձերբակալվածներին եւ բանտարկյալներին, նշել է Ֆրանսիայի արտգործնախարարը։ Եվրամիության արտաքին գործերի նախարարները Լյուքսեմբուրգում են քննարկելու Ուկրաինայի եւ Մերձավոր Արևելքի հակամարտությունները, Եվրամիություն-Աֆրիկա հարաբերությունները եւ Արևմտյան Բալկանները։ Հանդիպումից հետո Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը։ Նախատեսվում է, որ այն պատրաստ կլինի մայիսին կայանալիք Եվրամիության արտգործնախարարների հանդիպման ժամանակ։ Քննարկումներ շարունակվում են, բայց դուք գիտեք, որ պատժամիջոցների կիրառման համար անհրաժեշտ է բոլոր 27 երկրների համաձայնությունը, նշել է Կալասը։ Խոսելով Գազայում տիրող իրավիճակի մասին, Եվրամիության դիվանագետը նշել է, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու, սակայն երկրի ներկայիս գործողությունները դուրս են գալիս համաչափ ինքնապաշտպանության տրամաբանությունից։ Մենք ողջունում ենք Գազայի վերականգնման արաբական ծրագիրը, բայց միևնույն ժամանակ ցանկանում ենք ընդգծել, որ այն ունի 3 կարևոր տարր՝ ֆինանսավորում, անվտանգություն եւ Գազայի կառավարում, նշել է Կալասը։ Եվրամիությունը 1.6 միլիարդ եվրոյի մարդասիրական օգնություն կհատկացնի պաղեստինցիներին, հայտարարել է Կալասը։ Եվրամիությունը ներդրումներ կկատարի անհրաժեշտ ենթակառուցվածքներում, միաժամանակ մարդասիրական օգնություն եւ աջակցություն տրամադրելով փախստականներին։ Ռուսաստանն ապացույցներ ունի, որ Սումիի օբյեկտում, որը խոցվել էր ռուսական հարվածից, տեղի ունեցել ուկրաինացի զինվորականների հերթական հանդիպումն արևմտյան գործընկերների հետ։ Կոմերսանտ թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Սերգեյ Լավրովը նշել է, որ միջազգային մարդասիրական իրավունքը խստիվ արգելում է ռազմական օբյեկտների եւ զենքի տեղակայումը քաղաքացիական օբյեկտների տարածքում։ Ուկրաինական կողմը սակայն հակառակն է պնդում։ Ռուսական հրթիռային հարվածներն ուղղված են եղել Սումիի կենտրոնին, թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը կիրառել է բալիստիկ հրթիռներ։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալով ռուսական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի, այդ թվում 7 երեխա, կա 119 տուժած, որից 15-ը երեխաներ են։ Սումիի քաղաքապետի պաշտոնակատարը երրորդյա սուք է հայտարարել։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև միջուկային բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Հռոմում, հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։ Մենք հարցում ենք ստացել շահագրգիռ կողմերից եւ Օմանից, որը հանդես է գալիս միջնորդի դերում, եւ դրական պատասխան ենք տվել։ Ճապոնիայի Օսակա քաղաքում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ ասել է Տայանին։ Իրանն ու Միացյալ Նահանգները հայտարարել են, որ ապրիլի 12-ին Օմանում դրական եւ կառուցողական բանակցություններ են վարել եւ պայմանավորվել են այս շաբաթ կրկին Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հաստատել է, որ բանակցությունները չեն շարունակվի Օմանում, սակայն օմանական կողմը կշարունակի հանդես գալ միջնորդի դերում։ Իրանի արտգործնախարարության խոսնակը նաև ընդգծել է, որ բանակցությունների ձևաչափը կմնա անուղղակի։ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից էլ հայտնել են, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին շաբաթվա վերջին կայցելի Մոսկվա, ի թիվս այլ հարցերի քննարկելու Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև Օմանում տեղի ունեցած բանակցությունները։ Նախատեսվում է նաև ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի այցը Թեհրան։ Մերի Ներսիսյան, լուրեր։ Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների նախագահներ Ալեն Սիմոնյանն ու Շալվա Պապուաշվիլին հեռախոսով քննարկել են տարածաշրջանային գործակցության զարգացման հնարավորությունները։ Համաձայնեցվել է մոտ ապագայում Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների ղեկավարների հանդիպման հարցը։
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ու Եվրանեստ խորհրդարանական վեաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկին քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործակցության խորացման հարցեր։ Ռուբեն Ռուբինյանը խոսել է Եվրամիության վիզաների ազատականացման գործընթացի կարևորության մասին, ընդգծել են տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը, անդրադարձ է եղել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Արդարադատության նախարարությունն առաջարկում է որոշ պայմանների դեպքում հնարավորություն տալ միավորել տարբեր դատավորների մոտ քննվող գործերը։ Փաստարկվում է, որ հատկապես ապօրինի գույքի բռնագանձման հայցերով դրա անհրաժեշտությունը կա։ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովն այսօր քննարկել ու դրական եզրակացություն է տվել այս նախագծին, նաև քաղաքացիական օրենսգրքում լրացումների փաթեթին ու հարկադիր ծառայությունում էլեկտրոնային համակարգի ներդրման վերջնաժամկետի հետաձգմանը։ Առաջարկվում է հետաձգել հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում էլեկտրոնային նոր համակարգի ներդրման եւ այլ պետական մարմիններում դրա ինտեգրման կամ համակցման համար նախապես սահմանված ժամկետը։ Այս պահին կազմվում է տեխնիկական բնութագիրը եւ առաջիկայում մրցույթ կհայտարարվի։ Արդարադատության նախարարությունը փաստարկում է, որ գործընթացը ժամանակատար է եւ կա վտանգ, որ օրենքի սահմանած ժամկետում հուլիսի 1-ին համակարգը կարող է պատրաստ չլինել։ Հաշվի առնելով, որ նկարագրված ամբողջ գործընթացը ժամանակատար է, առկա է լրջագույն վտանգ, որ 2025 թվականի հուլիսի 1-ից հնարավոր չի լինի պատշաճ կիրառել ընդունված օրենքը, ընդ որում ծառայությունը տարեկան կտրվածքով ընթացք է տալիս ավելի քան 2 միլիոն կատարողական վարույթների եւ դրանց պատշաճ կատարումն ապահովելու միակ տարբերակը առկա հարկադիր կատարողների թվականակի պայմաններում համապատասխան էլեկտրոնային գործիքների ներդրումն ու գործարկումն է։ Արդարադատության նախարարությունն առաջարկում է օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգել 6 ամսով եւ սահմանել 2026-ի հունվարի 1-ը, իսկ դատարանների հետ կապուղիների ներդրման եւ համակցման ժամկետ սահմանել 26-ի մարտի 1-ը։ Գևորգ Քոչարյանը խորհրդարանի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է նաև քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծը երկրորդ ընթերցմամբ։ Գործող օրենքը թույլ չի տալիս միևնույն դատարանի տարբեր դատավորների մոտ քննվող գործերը միացնել մեկ վարույթում։ Ըստ Քոչարյանի, ապօրինի գույքի բռնագանձման վարույթներում նման անհրաժեշտություն առաջանում է։ Նախագծով առաջարկում է որպես գործերը միացնելու չափանիշներ սահմանել վարույթների միջև փոխադարձ կապը դրանց համատեղ քննության նպատակահարմարություն, այսինքն երկու առանձին պայման նախատեսում։ Գործերի առավել արագ եւ արդյունավետ լուծման տեսանկյունից, ինչպես նաեւ նախատեսել ժամկետային սահմանափակում, այն է գործերը կարող են միացվել, եթե դրանցով դեռևս չեն կայացվել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումներ, այսինքն երբ դեռ դատական քննության սկզբնական փուլում են գտնվում։ Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաև քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքը։ Լեռնային Ղարաբաղում գրանցված իրավաբանական անձինք մինչև 2024-ի ավարտ ժամանակ ունեին վերագրանցվել Հայաստանում եւ շարունակել գործունեությունը։ Նոր կարգավորումը հնարավորություն կտա առգրավել թե գրանցված, թե չգրանցված բոլոր ընկերությունների գրավի առարկան, որոնք գրավադրումով վարկ ունեն Հայաստանի բանկերում եւ չեն կատարում իրենց պարտավորությունները։ Հարակից զեկուցող Լիլիթ Մինասյանը հիշեցրել է, որ կառավարությունը սոցիալական ծրագրերով տեղահանումից հետո ծախսել է 115 միլիարդ դրամ։ Միաժամանակ ստանձնել է նաև Լեռնային Ղարաբաղի կառավարության եւ այլ պետական կառույցների շուրջ 220 միլիարդ դրամի պարտքի հանդեպ պատասխանատվություն։ Մենք առաջնորդում ենք հետեւյալ տրամաբանությամբ. առաջին, երբ որ կառավարությունը ըստ էության ստանձնեց Լեռնային Ղարաբաղի կառավարության եւ այլ պետական մարմինների եւ այլ հաստատությունների կողմից կուտակված պարտքերի համար պատասխանատվությունը ըստ էության բավականին մեծ բեռ վերցրեց իր վրա։ Տվյալ պարագայում տրամաբանական էր, որ վերջինս նաև պահանջի իրավունքը պետք է պահպանել այն գույքերի նկատմամբ, որոնք առնվազն գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, որովհետև չի կարող սուբյեկտը վերցնել պարտականություններ միայն պարտավորությունների նկատմամբ եւ չստանձնել իրավունքներ առնվազն պահանջի մասով։ Մենք չէինք հաշվարկել անբարեխիղճության էլեմենտը եւ կարող են լինել ընկերություններ, որոնք պարզապես խուսափելով իրենց պարտականություններից, մասնավորապես գրավով ապահովված պարտականություններից Հայաստանի Հանրապետությունում եւ կօգտագործեին այս օրենսդրության մեջ ի հայտ եկած անուղղակիորեն ի հայտ եկած այս բացը կամ անորոշությունը, որպեսզի վերջիններս կարողանան ապօրինաբար խուսափեն իրենց ստացած պարտավորություններից։ Քննարկված բոլոր հարցերն արժանացել են գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությանը։ Մուշեղ Իսախանյան, լուրեր։
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել պետական ծառայության պաշտոններ զբաղեցնողների վարձատրության մասին օրենքում փոփոխության նախագծին, փաստաթղթով վերապատրաստումից հետո բանակի, կորպուսի եւ շտաբի սերժանտները կարող են ֆինանսական առաջխաղացում ունենալ։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում Վիլեն Գաբրիելյանին կփոխարինի Արտյոմ Մեհրաբյանը։ Հանձնաժողովի նախագահը նիստի ժամանակ ռազմարտությունաբերության կոմիտեի նախկին ղեկավարին հորդորեց, որպես ոլորտին քաջատեղյակ մարդ մասնակից լինել քննարկումներին։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում մի շարք լրացումներ եւ փոփոխություններ է առաջարկում ներքին գործերի նախարարությունը։ Դրանք ոչ միայն խստացումներ են, այլև կարգավորումներ հօգուտ երթևեկության մասնակիցների։ Ժամկետների իմաստով մենք որոշակի առումով բաց էինք թողում մի շարք վարչական իրավախախտումների արձանագրում, հատկապես մանր չափի թմրամիջոցների օգտագործման մասով եւ ըստ էության ստացվում էր պատժից խուսափելու որոշակի ունենում էինք այդպիսի դեպքեր։ Կարգավորումներից մեկն էլ վերաբերում է վարորդական իրավունք չունենալով տրանսպորտային միջոց վարելու դեպքում պատժից խուսափելու հնարավորությանը, որը տալիս է գործող օրենքը։ Որոշակիացումը հանգեցնելու է օրենքով նախատեսված հոդվածներով վարչարարության ճշգրիտ իրականացմանը։ Հայկ Սարգսյանը հարց ուղղեց վարորդական քննությունների ժամկետների մասին։ Մենք առանց վարորդականի վարելու իրավախախտման համար նախատեսված պատիժը խստացնում ենք, բայց պետք է սրան զուգահեռ նաև մեխանիզմ ունենանք, որպեսզի այն մարդիկ, ովքեր վարորդական չունեն, կարողանան հեշտ հերթագրվեն եւ գնան մասնակցեն տեսական եւ գործնական քննություններին։ Գործընկերս ուշեց, որ նաև ձեր առաջարկի հիման վրա նախագիծ է մշակված կառավարության որոշման, մենք կարող ենք ներկայացնել կամ առանձին արդեն քննարկել աշխատանքները այդ մասով, այդ հարցերը, այո, ներառված են նախագծի մեջ։ Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծով կսահմանվեն բանակի սերժանտի, կորպուսի սերժանտի եւ շտաբի սերժանտի պաշտոնների վարձատրության գործակիցները։ Արևմտյան պետությունների, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի բանակների սերժանտական համակարգի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սերժանտական համակարգը ներառում է շտաբի, բանակային ուղղությունների եւ շտաբային սերժանտների առկայություն, որոնք ղեկավարում են ցածր օղակի սերժանտների գործունեությունն ու ապահովում են սերժանտական համակարգի հրամանատարական ուղղահայացը։ Ուղղահայացությունը ուզում հասկանամ ո՞նց է լինելու։ Այսինքն կորպուսի հրամանատարին շրջանցումը կորպուսի սերժանտը եւ անմիջապես ենթարկվում բանակի սերժանտին։ Այս ուղղահայացը իրականացվում է հետեւյալ կերպ. Գլխավոր շտաբի պետի կողմից սերժանտական համակարգին տրված հանձնարարականները գլխավոր շտաբի սերժանտի միջոցով իջնելու են այդպես ներքև եւ հասնելու են մինչեւ ջոկի սերժանտ։ Եվ այս ամբողջ կառավարման process-ը իրականացվելու է ըստ վերադասության սերժանտների միջոցով։ Սերժանտների առաջխաղացումը պետք է տեղի ունենա միայն վերապատրաստումներից հետո։ Հանձնաժողովի նախագահը առաջարկեց առաջինից երկրորդ ընթերցման միջակայքում հրավիրել գլխավոր շտաբի պետի տեղակալին եւ քննարկել հարցի մանրամասները։ Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին օրենքում երկրորդ ընթերցումից առաջ լրացումներ են կատարվել, որոնք միտված են կալանավորված անձի բժշկական գաղտնիության ապահովմանը։ Գեգամ Մանուկյանը հայտնեց։ Խոսքը վերաբերում է անազատության վայրերին, երբ շատ կարևոր է այդ մարդկանց իրավունքները, հատկապես հաշվի առնելով վերջին 4 տարիներին նաև քաղաքական պայքարում հազարավոր մարդիկ հայտնվել են այդ վայրերում, մենք կողմ ենք քվեարկելու։ Քաղաքական պայքարով զբաղվելը երբեք ու ոչ մեկին չի ազատում իր կատարած հանցանքների համար պատասխանատվություն կրելու պարտադրականից։ Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին նաև մասնավոր պահնորդական գործունեության մասին եւ աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին օրենքների նախագծերը։ Օրակարգի բոլոր օրինագծերը ստացան դրական եզրակացություն եւ մտան լիագումար նիստերի օրակարգ։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։ Զեղծարարությամբ վարկեր ձևակերպելու թեմայով կենտրոնական բանկում խորհրդակցություն է անցկացվել, գլխավոր դրամատար միջնորդությամբ ժամկետները եւ տոկոսների հաշվարկը սարեցվել են, քանի դեռ բոլոր դեպքերի հանգամանքները չեն բացահայտվել։ ԿԲ-ն բանկերի հետ քննարկում է նույնականացման ավելի խիստ գործիքներ կիրառելու հարցը, եթե պարզվի, որ թերացումը բանկից է, այն խիստ պատժի կենթարկվի։ Խորհրդարանի գլխադասային հանձնաժողովում կենտրոնական բանկի փոխնախագահն այսօր ներկայացրել է նաև կրիպտոակտիվների օրենքի նախագիծը։
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դատին է ներկայացվել Կենտրոնական բանկի մշակած կրիպտոակտիվների մասին օրենքի նախագիծը։ Վիրտուալ գումարը շատերի համար ֆինանսական հարմար գործիք է, որը հասանելի է 24/7 ռեժիմով, բայց ռիսկային քաղաքացիների իրավունքների, փողերի լվացման տեսանկյունից։ Կենտրոնական բանկի նպատակն է թույլ տալ, որ կրիպտո ոլորտը Հայաստանում զարգանա, բայց միևնույն ժամանակ կառավարելի դարձնել ռիսկերը։ Գլխավոր դրամատունը առաջնորդվում է Եվրամիության փորձով։ Այս օրենքը փաստացի ինչն է վերաբերում, մի քանի կարևոր կտոր կա։ Առաջին դա թողարկողների կողմից հանրությանը կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի դեպքում սահմանվում է թողարկողի կողմից առաջարկի փաստաթղթի, անգլերեն ասում են white paper հրապարակելու պահանջ։ Առաջարկը, որը ներկայացնի սպառողին, թե փաստացի ինչպիսի պայմաններով եւ ինչ տրամաբանությամբ թողարկում է, դա պետք է հրապարակվի եւ դա Կենտրոնական բանկը փաստացի ստանալու է։ Կրիպտոակտիվներով ծառայություն մատուցելու համար կպահանջվի Կենտրոնական բանկի լիցենզիա։ Նուրբեկյանը մանրամասնել է արտոնագրման ենթակա է 10 ծառայություն։ Առևտրային հարթակի գործարկում, կրիպտոակտիվների պահարություն, ակտիվին կցված թոքենների առաջարկ, սա անգլերեն ասած stable coin-ներն են, իր հաշվին կրիպտոակտիվների առքովաճառք կամ փոխանակում, հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առքովաճառք, կրիպտոակտիվներով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում եւ հաղորդում, կրիպտոակտիվների տեղաբաշխում, կրիպտոակտիվների փաթեթի կառավարում, կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվություն, կրիպտոակտիվների փոխանցում։ Սահմանվում են կրիպտոակտիվների շուկայի չարաշահումների կանխարգելմանն ուղղված պահանջներ, օրինակ հաճախորդի միջոցները չեն կարող բռնագանձվել կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձի պարտքի դիմաց։ Նույն տրամաբանությամբ էլ ծառայություն մատուցողը չի կարող հաճախորդի ակտիվները սեփական կարիքի համար օգտագործել։ Լինելու են նաև վճարումների սահմանափակումներ։ Օրինակ դուք բիտքոյնով չեք կարող վճարում կատարել, բայց եթե օրինակ էլեկտրոնային դրամապանակ է, որի տեխնոլոգիան տակի տեխնոլոգիան, որը օգտագործում է, ապա կենտրոնացված տեխնոլոգիա, այսինքն փաստացի կրիպտո տեխնոլոգիա է, դրանով կարողանալու եք վճարում անել։ Այսինքն ինքը փաստացի էլեկտրոնային փող պետք է լինի, որպեսզի կարողանաք վճարում կատարել։ Բայց դուք բիտքոյնով, օրինակ Հայաստանի Հանրապետությունում չեք կարողանալու տուն գնել կամ մեքենա վաճառել, տուն մեքենա գնել։ Նաև չեք կարող փոխանակել, դա եւս օրենքով դրած է, որպեսզի այդ մասը շրջանցել չլինի։ Օրինագծի հեղինակների հավաստիացմամբ իրենց նպատակը ոլորտը սահմանափակելը չէ, այլապես մի շարք երկրների օրինակով կարգել էին կրիպտոակտիվների գործածությունը։ Գլխավոր դրամատան նպատակը ոլորտը կարգավորելն է, որ պոտենցիալ ներդրող միջազգային խոշոր խաղացողների համար էլ տեսանելի լինի, որ դաշտը մեր երկրում կանոնակարգված է։ Պատգամավոր Արուսյակ Մանավազյանը մատնանշել է, կան կրիպտոյով իրականացվող հանցավոր տարատեսակ դեպքեր, որոնք կառավարելի ու հետագծելի չեն։ Արդյոք Կենտրոնական բանկը կկարողանա այս օրենքում այդ կարգավորումներով հետագծելիությունը պարզել։ Ընդհանուր կիբերանվտանգության վերաբերյալ պայմանները բնականաբար ստեղ եւս դրվելու են հենց կրիպտոակտիվների ծառայություն մատուցողների համար, այսինքն այն մինիմալ պայմանները, որոնք վերաբերում են տեղեկատվական անվտանգությունը, կիբերանվտանգությանը եւ կրիպտոակտիվներով ծառայություն մատուցողները եւս պետք է դրանց բավարարեն։ Հետագծելիությունը թերևս ամենակարևոր կետերից մեկն է, որ այս օրենքի արդյունքում մենք պետք է ունենք հենց կրիպտո ոլորտում, այսինքն մենք պետք է համոզված լինենք, որ մասնարարպես փոխանցումներ կատարելուց փոխանցողի, ստացողի այդ նույնականացված տվյալները լինեն։ Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրության փաթեթին եւ միաժամանակ առաջարկել հարցը ներառել առաջիկա լիագումար նիստում։ Մուշեղի Սախանյան, լուրեր։ Հունվարի 1-ից մինչև օրս համընդհանուր հայտարարագիր լրացրած 12446 քաղաքացի հետ է ստացել 1 միլիարդ 141 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ, տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավելել մեկ մարդու ստացած կրեդիտի միջին չափը 91.7 դրամ է։ Նախորդ երկուշաբթի համեմատ կրեդիտ ստացողների թիվն ավելացել է 1842-ով։ Կապանի Դավիթ Բեկ թաղամասի ակումբ գրադարանը նորոգված եւ գույքով համալրված է, ինչպես խոստացել է խորագրով Facebook-ում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տեսանյութ հրապարակել։ Արչևում թողարկման երկրորդ հատվածն է այժմ ծանոթացեք թեմաներին մանրամասները քիչ անց։ Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանն նավականու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը բաշխել է Գյումրիի ավականու արտահերթ ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը հաղթահարած ուժերի մանդատները։ Առաջարկվում է ներդնել զանցանքների կանխարգելման եւ բացահայտման գործուն մեխանիզմներ, առանց վճարելու հանրային տրանսպորտից օգտվող անձանց համար կսահմանվի վարչական պատասխանատվություն։
Պաշտոնապես բացվել է միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության զանգերի կենտրոնը, այն փոխարինում է նախկինում գործող թեժ գծին ընդլայնված հնարավորություններով։ Չեն հաշվարկվել ուղղակի ծրագրային ապահովումը եւ կառուցվածքը թեժ գծի հնարավորություն չեն տվել, որ մենք ռեալ պահանջարկը գնահատենք։ Եւ Բաղրամյանում այս տարի ռոռոկման շրջանը 20 օր շուտ կսկսվի։ Ախուրյանի ջրամբարի վաղ լցվածությունն այգեգործներին հաճելի անակնկալ մատուցելու հնարավորություն է ընձեռել։ Մենք ուղիղ եթերում ենք եւ սա լուրերի երկրորդ հատվածն է։ Շարունակեմ։ Գյումրին ընդգրկող թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում բաշխել է մարտի 30-ի ավականու արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ուժերի մանդատները։ Ամենաշատ քվեների արժանացած քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը տրամադրվել է 33 մանդատից 14-ը։ Վարդան Ղուկասյանի գլխավորած կոմունիստական կուսակցությունը ստացել է 8, Մարթուն Գրիգորյանի գլխավորած Մեր քաղաք դաշինքը 6, Մեր հզոր համայնք կուսակցությունը 3, Մայր Հայաստանը 2 մանդատ։ Ապրիլի 16-ին նորընտիր ավականու առաջին նիստն է, որի ժամանակ էլ ավականին պետք է ընտրի քաղաքապետ Մարտուն Գրիգորյանը, որը հայտարարել է քաղաքապետի պաշտոնում ընտրվելու համար Վարդան Ղուկասյանին սատարելու մասին, մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Ընտրատարածքային հանձնաժողովն այսօր քննարկել է նաև ինքնաբացարկի դիմումները։ Իմ հզոր համայնք կուսակցության երրորդ համարը Սուսաննա Մկրտչյանը մի 10 օր առաջ ինքնաբացարկ էր հայտնել նոտարական վավերացումով, երրորդյա ժամկետում ներկայացրել էր մեզ մուտք էինք արել դիմումը, բայց մենք քննարկում չարեցինք, որովհետև մենք սպասում էինք բոլոր դիմումները լիներ, որ միանգամից մեկ նիստով բոլոր ինքնաբացարկները ընդունեինք, ուրեմն 3 Մարտուն Գրիգորյանն է ներկայացրել ինքնաբացարկի դիմում, նույնպես նոտարական վավերացումով, նույնպես երրորդյա ժամկետում ներկայացրել է, դրա համար մենք այսօր ընդունեցինք ինքնաբացարկները եւ հեշտական ցուցակի հեշտական համարներին տրամադրեցինք մանդատ։ Ավականու ընտրություններում քաղաքացիական պայմանագրի ցուցակը գլխավորած Սարիկ Մինասյանը Facebook-ում գրել է, որ ինչպես խոստացել էր, տերը գյումրեցիների քվեին։ Ամենայն պատասխանատվությամբ եւ մեծ սիրով են վերցրել Գյումրիի ավականու պատվաբեր մանդատը, ցանկացած պաշտոն ստորադաս է 17000-ից ավելի գյումրեցու վստահության ձայնի համեմատությամբ, նշել է Մինասյանը։ Նա ասել է, որ իր սկզբունքն է գործել արդար եւ վստահ, ինքնուրույն կայացնել որոշումներ հանուն Գյումրիի եւ գյումրեցու, հանուն Հայաստանի Հանրապետության։ Պարզ ճակատ նայելով յուրաքանչյուրիդ աչքերի մեջ հայտարարում եմ, չեմ փախչում ոչնչից, Գյումրին իմ տունն է իրականում, ես երբեք չեմ դադարել եւ չեմ դադարելու ծառայել գյումրեցուն, անկախ իմ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, հայտարարել է քաղաքացիական պայմանագրի տեխնացուն։ Մեր թիմը ավականու 14 անդամներս պատրաստ ենք ստանձնել քաղաքի համար պատասխանատվություն, պատասխանատու ենք մեր յուրաքանչյուր խոսքի եւ քայլի համար, եզրափակել է Սարիկ Մինասյանը։ Ուղևորը կարող է պատասխանատվության ենթարկվել տրանսպորտում չվճարելու կամ այլ անձի արտոնության քարտով վճարելու համար։ Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում փոփոխությունն առաջարկում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը։ Նախարարի տեղակալը գլխադասային հանձնաժողովում ընդունել է, որ նախագծի իրավական կարգավորումները քննարկման կարիք ունեն։ Երևանի քաղաքապետարանը մշակել, իսկ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն ազգային ժողով է ներկայացրել ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին եւ կից օրենքների նախագծերի փաթեթը։ Նպատակն է հստակեցնել ներհամայնքային ուղևորափոխադրումների հետ կապված հարաբերությունները, սահմանել վարչական պատասխանատվություն ծառայությունից առանց վճարման օգտվող անձանց համար։ Փոխնախարարը ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում ներկայացրեց, ներհամայնքային ուղևորափոխադրումները կարող են կազմակերպվել ինչպես համայնքի, այնպես էլ 100% համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից, որի դեպքում փոխադրավարձի արժեքը սահմանում է համայնքի ավականին։ Մանրամասնեց վարչական իրավախախտումների մասին օրենքով նախատեսվող կարգավորումները, թե որ դեպքում ուղևորը կարող է պատասխանատվության ենթարկվել։ Առաջինը վերաբերում է այն դեպքին, երբ որ առանց իրավունքի երթևեկություն է տեղի ունենում տրանսպորտով, առանց տեղական վճարը վճարելու։ Երկրորդ դեպքը, երբ որ օգտագործելով այլ ուղևորի, օրինակ արտոնություն ունեցող ուղևորի իրավունքը երթևեկում է այլ անձ եւ երբ որ վճարում իրականացվել է, այսինքն իրավունք ունի, սակայն այդ իրավունքի շրջանակներում վավերացում չի անցել տրանսպորտային միջոցում։ Մրցույթ հայտարարվե,
սակագինը որոշվի։ Այդ ամեն րոպե ավականին կարող առանց մրցույթի ավելացնել։ Նման կարգ չկա։ Այստեղ օրենքի եզրափակիչ մասում էլ եք դուք գրել, որ մրցույթում արտած կազմակերպության սակագինը չի կարող փոփոխվել համայնքի ղեկավարի կամ ավականի որոշմամբ։ Եթե 100% ուղղափոխադրումների կազմակերպումը այդ դրա շրջանակներում է իրականացվում, ապա համայնքի ավականին է որոշում ամեն դեպքում այդ համայնքի տարածքում ուղևորափոխադրման ծառայության արժեքը։ Ուղևորը մտավ տրանսպորտ, չվճարեց, հայտնաբերվեց, տուգանք է նշանակում, լավ Երևանի պարագայում հələ հասկացանք, քաղաքապետարանը տարբեր վարչություններ ունի, հասարակական կարգի պահպանություն եւ այլն։ Առաջի հարցս, այս գործառույթը ով է իրականացնելու մարզերում։ Դրա անհրաժեշտությունը չկա, որտեղ երբ որ մասնավորն է իրականացնում երթուղում փոխադրումներ եւ հետապնդում է սեփական բիզնես շահ, հենց ինքն է վերահսկում, որպեսզի իր ուղևորները լինեն տոմսավորված։ Ընդդիմադիր падգամավորները կարծիք հայտնեցին ծառայության վճարը տեղական վճարով փոխարինելը նաև քաղաքացիների ուղևորավարձի չեղարկման իրավունքն է սահմանափակում։ Դրույթներ կար, որտեղ որ ուրեմն ասվում է, որ այն մարդը, որը քարտով է օգտվում, այդ մարդը 15000 դրամ է տուգանվում, այն մարդը, որ օրենքը խախտում է 10000 դրամ է տուգանվում։ Որն է սրա լոգիկան, էլի։ Քաղաքացիներ, որոնք արտոնություն ունեն եւ ավելի էժան փաթեթներ են ձեռք բերել, որպեսզի այն քաղաքացիները, որոնք հնարավորություն ունեն վճարելու ամբողջական կամ ըստ փաթեթների գումար նման արտոնություններից, այսպես ասեմ, չօգտվեն։ Իսկ արդյոք հանրային տրանսպորտում չվճարելիս քաղաքացին բոլոր դեպքերում կարող է ենթարկվել պատասխանատվության, հարց ուղղեցին падգամավորները։ Ունում էր մի հատ ավելացնենք, որ գնդակահարություն։ Այսինքն մարդը մտնում է տրանսպորտ, ինչ որ մի կերպ կամ չի ստացվում վճարելը, չի աշխատում վալիդատորը, խնդիր կա եւ այլ, մարդը չի կարողանում վճարում անի, ես տենց շատ դեպքեր եմ ականատես եղել, կանչում են ոստիկանություն, քննչական, էսել, մարդուն խայտարակ է կանում։ Ձեր բարձրաձայնած խնդիրը այն ժամանակ է ծագում եւ այդ պրոցեդուրան այն ժամանակ է ծագում, երբ որ քաղաքացին չի վճարում եւ չի էլ պատրաստվում նույնականացվել, այդ պարագայում միայն կարող է տեսուչը, աշխատակիցը, որը վերահսկողություն է իրականացնում, նաև ոստիկանությունից աջակցություն խնդրել։ Այն, որ նախագծի իրավական կարգավորումները լայն քննարկման կարիք ունեն, չեն ժողտում նաև քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները։ Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց բնօգտագործման վճարների բարձրացում նախատեսող օրինագիծը։ Շրջակա միջավայրի նախարարը ներկայացրեց, նախատեսվում է բոլոր կենդանատեսակների բնավճարների կրկնապատկում, սիգի դեպքում եռապատկում։ Ընդդիմության հարցադրումներին, թե արդյոք այս փոփոխությունը լուրջ ազդեցություն չի ունենա շուկայում սիգ ձկնատեսակի գնի վրա, նշեց, հաշվարկել են, որ աննշան բարձրացում կարող է տեղի ունենալ։ Օրակարգում ներառված նախագծերը ստացան դրական եզրակացություն եւ կառաջարկվեն ներառել առաջիկա լիագումար նիստերի օրակարգ։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել կենսաբանության եւ բժշկության նվաճումների կիրառման առնչվող մարդու իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության կոնվենցիային։ Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը նշել է, որ սա առողջապահության ոլորտում միակ կոնվենցիան է, որն անդրադառնում է մարդու իրավունքներին։ Վերարտադրողական առողջությունը ասեմ, որ այստեղ պետք է նշեմ, որ վերապահումով է Հայաստանի Հանրապետությունը ստորագրել եւ վերապահումը վերաբերվում է վերարտադրողական առողջության եւ իրավունքների դրույթին, օրենքի հոդվածի 12-րդ մասին, համաձայն որի վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման դեպքում ապագա երեխայի սեռը պլանավորել չի թույլատրվում եւ այստեղ մենք բացառություն ունենք, բացառություն են ժառանգական հիվանդությունները եւ արդեն 3 նույնասեռ երեխա ունենալու դեպքում 4-րդ երեխան, որը որ իհարկե այս վերջի դրույթը, այսինքն եթե 4 սեռի պլանավորման համար մարդը ցանկություն հայտնի, դա կոնվենցիայի դրույթներին հակասում է։ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Երևանում բացվել է զանգերի կենտրոն, որը կփոխարինի թեժգծին։ Հեռախոսազանգերին պատասխանում է ներքին գործերի նախարարության, միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության 5 մասնագետ։ Նոր համակարգի ներդրումից հետո զանգերը բազմապատկվել են եւ բաց թողնված զանգերի ցուցանիշը հավասարվել է 0-ի։ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության զանգերի կենտրոնի պաշտոնական բացումն է։ Այն փոխարինում է նախկինում գործող թեժգծին։ Բարև ձեզ, Մարիամը լսում է։
Այսպես կենտրոնի աշխատակիցները պատասխանում են քաղաքացիների զանգերին։ Այո, Էրեբունու անձնագրային բաժանմունքը տեղափոխվել է Զաքյան 3 հասցեում։ Զանգերը բաշխվում են 5 մասնագետի միջև, ըստ թեմաների։ Ես սպասարկում եմ անգլերեն լեզվով եւ բնակչության պետական ռեգիստրի, կացության կարգավիճակների հետ կապված, օտարերկրացիների հետ կապված զանգերը։ Մյուսներն էլ սպասարկում են օրինակ քաղաքացիության, անձնագրային, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հարցերով զանգերը։ Իդեպ Արցախահայությանը պատասխանողը արցախցի է։ Համակարգը ներդրվել է դեկտեմբերի 13-ից։ Այս ամիսների ընթացքում պատասխանել են մոտ 21,000 զանգի։ Նախկինում ամսական կտրվածքով սպասարկվել է 1223 զանգ, իսկ ներկայումս Զանգեզուր համակարգի ներդրումից հետո զանգերի քանակը ամսական միջին հասնում է 7266 զանգի։ Այսինքն Զանգեզուր համակարգի ներդրումով մենք կարողանում ենք ապահովել զանգերի անհամեմատ մեծ թողունակություն։ Իրականացում է զանգերի բաշխում, որակի վերահսկողություն, կատարում է գաղտնալսում, ինչպես նաև իրականացվում է մոնիթորինգ։ Նախկինում գործող թեժգից զանգ ստանալու դեպքում չէր պահպանվում զանգողի հեռախոսահամարը, չէր ձայնագրվում խոսակցությունը, իսկ այժմ այդ հնարավորություններն առկա են, նաև քաղաքացին կարող է գնահատել սպասարկումը։ Տասնյակ տարիներ ունեցել ենք թեժգծի ֆորմատով զանգերի սպասարկում եւ երբեք չենք իմացել, թե մեր ռեալ պահանջարկն ինչքան է այստեղ, որովհետեւ չեն հաշվարկվել ուղղակի ծրագրային ապահովումը եւ կառուցվածքը թեժգծի հնարավորություն չեն տվել, որ մենք ռեալ պահանջարկը գնահատենք։ Եվ հիմա ես ուրախ եմ արձանագրելով, որ մենք այնպիսի մասշտաբների, այնպիսի ռեսուրսներ դրեցինք, որով սպասարկում ենք մեզ մոտ եկած բոլոր զանգերը եւ հիմնականում ունենում ենք բաց թողնված զանգերի 0 ցուցանիշ։ Կենտրոնը ստեղծվել է Եվրոպայի խորհրդի Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում ծրագրի աջակցությամբ։ Ծրագրի նպատակը տեղահանված անձանց եւ փախստականների կարիքները հոգալու հարցում Հայաստանի իշխանություններին աջակցելն է։ Զանգերի կենտրոնը մեծ նվաճում է հայերի եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար։ Հուսով եմ, որ այս զանգերի կենտրոնը մշտական եւ երկարատև ազդեցություն կունենա ծառայության աշխատանքի վրա, օգնելով մատուցել անհրաժեշտ ծառայություններ։ Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում ծրագրի ընդհանուր բյուջեն 2.8 միլիոն եվրո է։ Լիանա Խաչատուրյան, Էդգար Դավթյան, լուրեր։ Բաղրամյան համայնքի այգեգործներին անակնկալ է սպասվում։ Այս տարի ոռոգման շրջանն ավելի շուտ կսկսվի։ Ախուրյանի ջրամբարը լցվել է եւ ջրարն ընդառաջել է 11 գյուղի ոռոգման ջուրը նախատեսվածից վաղ բաց թողնելու ջրօգտագործողների ընկերության դիմումին։ Այգեն էլ չենք չրել, ոռոգման սեզոնը սկսվում է երևի մայիսից։ Այգեգործը դեռ տեղյակ չէ, որ ոռոգման սեզոնն այս տարի իրենց մոտ 20 օր շուտ է սկսելու։ Բաղրամյանի տարածաշրջանի 11 գյուղերը սնուցող Ախուրյանի ջրամբարը փոքրինչ վաղ է սկսել ջուր մատակարարել Արմավիրի ամենահյուսիսային շրջանին։ Ախուրյանի ջրամբարն լցվել էր ինքը, արդեն սլիվ է տալիս, այդպես ասում, թափվում է։ Այդ թափված ջուրը գետով գալիս է, ժամանակի շուտ արդեն մենք կարողացանք վերցնենք։ Պարոն Սարգսյանն էլ, որ արդեն իր զայավքեն տվել էր ջուրը վերցնելու համար, կարողացանք ջուրը բերենք տանք իրեն։ Սարգսյանը Շենիկ ջրօգտագործողների ընկերության ղեկավարն է, իմացել է, որ ջրամբարը լցվել թափվում է։ Պահն օգտագործել է դիմել ջուրն իրենց փոքրինչ շուտ մատակարարելու խնդրանքով։ Ջրառընկերությունը չի մերժել։ Տղամարդկանց այս խումբը առավոտից էր սպասում ջրի ճամփին։ Քունը տեսնելուն պես շնորհավորեցին միմյանց։ Հասցրեցինք իմանալով հանդերձ, հասցրեցինք բոլոր աշխատանքները հնարավորինս արագացված ձևով ավարտել, որպեսզի ջուր ընդունենք։ Հետո այս ջուրը ափսոսը, ցելոֆա ջուր է, ինչի թողենք գնա լսվի արագսով գնա ուրիշ տեղեր։ Ի տարբերություն Արարատյան դաշտի, որտեղ գյուղատնտեսական աշխատանքներն ավելի վաղ են սկսում, նախալեռնային Բաղրամյանում դրանց մեկնարկը տրվում է գարնան կեսերին։ Թեև Շենիկի ջրօգտագործողները կազմու պատրաստ են ոռոգման շրջանին, կան առուներ եւ ջրանցքներ, որոնք դեռ մաքրման փուլում են։ Այս սելաֆատարը սելավներ է գալիս, ինչ աղբսես բերում լցումա դեղել է ամեն տարի։ Ամեն տարի մի անգամ, երկու անգամ մաքրում են։ Անմատչելի հատվածներում, որտեղ տեխնիկան դժվարանում է, քարերը հեռացնում են ձեռքով, բայց միևնույն է, ջուրն ամբողջ ծավալով այգիներին չի հասնում, որովհետև հողային առուները ներծծում են դրա զգալի մասը։ Ցանցագործությունը, եթե մենք թույլ տանք ջրի կորուստները մեծանա, որովհետև այստեղ հիմնականում մեր միակ ջրաղբյուրը մեծ մասամբ Ախուրյանի ջրամբարն է, որը որ մոտ մի 70 կիլոմետր ճանապարհ է գալիս այդ ջրով մինչև հասնում այստեղ։ Այդքան ճանապարհ բերել այստեղ կորուստալ դա մեծ հանցագործություն է։
Դալարիկի քարակույտերի մեջ գտնվող այս առուն էլ սելավն է բացել։ Ջրօգտագործողներն այն հետագայում վերածել են ջրանցքի։ Որպեսզի կորուստները հասցնեն նվազագույնի, ծրագիր են ներկայացրել կառավարություն երկաթբետոնե կիսախողովակաշար կառուցելու համար։ Հենց կարծում եմ հերթը սրան էլ կհասնի եւ այս էլ կառուցենք որպես կդառնա երկաթբետոնե կիսախողովակներով ջրանցք, որտեղ որ հաստատ մենք ավելի քիչ ջուր կկորցնենք եւ ավելի մեծ քանակով հողեր կարող ենք ոռոգել։ Ֆերմեր Սևադայի 10 հեկտար այգին ջրանցքի հարևանությամբ է, ինքն էլ է մասնակցում մաքրման աշխատանքներին, անհամբեր սպասում է ջրին, ոռոգման խնդիր չունի, նույնիսկ պատրաստ է մշակաբույսերի տեսականին հարստացնել, միայն թե վաճառքի դժվարություն չունենա։ Նեղվում է, որ գնորդներն իր այգի չեն գալիս դաշտամիջյան վատ ճանապարհի պատճառով։ Ասֆալտին մոտիկ դաշտերից շուտը բարձրում առնում տանում են, մեր դաշտեր չեն, ասում են մինչև ձեր դաշտեր ցինան անում ենք դուս արդեն բջանում է։ Ինչպես Սևադայի այգին, այնպես էլ Բաղրամյանի բազմաթիվ այգիներ հիմնվել են գերնորմատիվային հողերի վրա, այսինքն ջրի գրեթե կրկնակի չափաբաժին են պահանջում։ Եթե ոռոգման համակարգը արդիականացվի եւ ջրի կորուստները հասցվեն նվազագույնի, ֆերմերի կարծիքով կկարողանան հագեցնել հողից արավը։ Հայկ Շաստանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։ Եվս մեկ թեմա, հանրապետության հովտային գոտիներում առաջիկա օրերին սպասվող սառը օդային հոսանքների պատճառով ցրտահարություն չի լինի։ Սկանդինավյան երկրներից սկիզբ առած սառը ցիկլոնը առանձյուն է խոստանում Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, բայց արդեն ապրիլի 17-ից, ինչպես խոստանում են օդերևութաբանները, գարունը կվերադառնա։ Հանրապետության տարբեր բնակավայրեր նախորդ օրերին ձնառատ էին։ Առաջիկայում էլ օդերևութաբանները ձյան տեղումներ են խոստանում։ Ինչ է կատարվում եղանակի հետ։ Գագիկ Սուրենյանը բացատրում է վերջին մեկ շաբաթվա ընթացքում սկանդինավյան շրջաններից արկտիկական ցուրտ օդային հոսանքները նախ ներթափանցեցին Ռուսաստանի եվրոպական հատված, հետո հասան Թուրքիա, այնտեղից էլ Հայաստան։ Վերջին օրերին եւ հատկապես անցած գիշեր հանրապետության մի շարք շրջաններում դրանք են Շիրակը, Լոռին, Տավուշի նախալեռնային գոտիները, Արագածոտնի լեռնային շրջանները, Կոտայքի լեռնային գոտիները դիտվել են ձյանառատ տեղումներ։ Մենք այս պահին ունենք հանրապետությունում հատվածներ, որտեղ ձյանձածքը հասել է մինչև 15-ից 20 սանտիմետրի։ Դա էլ քիչ է, ցիկլոնը դեռ շարունակում է գործել։ Այն տեղումներ կբերի մինչև ապրիլի 16-ը ներառյալ։ Առավոտյուն է սպասվում Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային ու նախալեռնային հատվածներում։ Առանձին լեռնային շրջաններում ձյան ծածկը կարող է հասնել 30-40 սանտիմետրի։ Օդերևութաբանները տաք ապրիլ էին խոստացել։ Սուրենյանն ասում է, ըստ կանխատեսումների ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր պետք է լիներ 1-2 աստիճանով։ Ապրիլի առաջին 10-օրյակի նստրա եղանակը շատ տաք էր։ Ջերմ օրեր են սպասվում նաև ապրիլի 17-ից։ Այսինքն եթե 30 օրից 5 օրը սառն է, դա չի նշանակում, որ ապրիլը ցուրտ է։ Ընդ որում նշում է առանձին օրերին սպասվող ջերմաստիճանի անկումը նույնպես կանխատեսելու հայտարարել են։ Ապրիլի 17-ից 19-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը այս օրերի համեմատ կբարձրանա 10-12 աստիճանով։ Եթե վաղը մենք Արարատյան դաշտում եւ Երևանում սպասում ենք 10-13 աստիճան, ապա արդեն ապրիլի 19-25 կունենանք 20-23 աստիճան տաքություն։ Այսինքն գարունը կրկին ամսի 17-ից հետո իր ամբողջ այսպես թափով կվերադառնա դեպի մեր երկիր։ Ակնկալվում է, որ արդեն ամսվա վերջին կլինեն բավարար կլիմայական նորմային մոտ տեղումներ։ Այս տեղումները միայն բարենպաստ են ազդում եւ ջրային ռեսուրսների վրա եւ գյուղատնտեսության վրա եւ բարեբախտաբար այս տարի այն բացառիկ տարիներից մեկն էր, որ հանրապետության հովտային եւ նախալեռնային գոտիներում մենք վեգետացիայի ընթացքում բացասական ջերմաստիճաններ չգրանցեցինք եւ այս process-ի արդյունքում էլ ըստ կանխատեսումների պետք է որ բացասական ջերմաստիճաններ չլինեն, այսինքն որտեղ արկա է պտղատուների ծաղկում, ցրտահարություններ չեն սպասվում։ Հանրապետության ավելի քան 80 ջրամբարներից հիդրոօդերևութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնը դիտարկումներ անում է 5 խոշորներում, որոնք առավել մեծ ջրատնտեսական նշանակություն ունեն։ Այդ 5 ջրամբարներից 4-ում ապրիլի 14-ի դրությամբ ջրի ծավալն ավելին է, քան նախորդ տարվա նույն օրն է եղել, բայց 5-ի հանրագումարային ծավալն ամեն դեպքում ավելի մեծ է, քան եղել է նախորդ տարի։ 5 ջրամբարներում այսօրվա դրությամբ 658 միլիոն խորանարդ կուտակված ջրածավալ կա, որը 198 միլիոն խորանարդ մետրով ավել է, քան նախորդ տարի նույն օրն է եղել։
Ախուրյանի ջրամբարում ապրիլի 9-ից արդեն 100% լցվածություն կա, 543 միլիոն խորանարդ մետր։ Նման ցուցանիշ չէր գրանցվել 2016 թվականից հետո։ Ապարանի ջրամբարում այսօր 31.2 միլիոն մետր խորանարդ ջրի քանակ կա կուտակված, որը նախորդ տարվա համեմատ 1.5 միլիոնով ավել է։ Ազատի ջրամբարում ունենք 42.5 միլիոն խորանարդ մետր ջրալցվածություն, որը կրկին նախորդ տարվա համեմատ ավել է։ Եվ Մարմարիկի ջրամբարում կրկին գրեթե կրկնակի ավել ջրի քանակ ունենք, քան նախորդ տարի նույն օրը։ Այսօր 17.6 միլիոն խորանարդ մետր ջրալցվածություն է, որը ջրամբարի 73%-ն է կազմում ընդհանուր լցվածության։ Արփիլիչ ջրամբարում սակայն ջրի ծավալը կրկնակի պակաս է։ Ամալիա Միսակյանի փոխանցմամբ դրա հիմնական պատճառը շինարարական աշխատանքներն են, ինչի ընթացքում ջուրը լցվելը ոչ միայն դանդաղում էր, այլև նույնիսկ որոշ ծավալներ բաց էին թողնվում։ Աննա Զախարյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։ Այսքանը դադարից հետո նաև սպորտ է ու եղանակային կանխատեսումներ, հետևեք առաջինին եղեք։ Առաջինը բարի գիշեր։